Հարգելի Տիկին Ջեբեջյան, դուք լրագրող եք, ես ազգային ժողովի պատգամավոր եմ, իշխող կուսակցության փոխնախագահն եմ եւ մամուլում հրապարակումներ են եղել, կարծեմ, եւ իմ հիպոթեկով գնված բնակարանի հետ կապված եւ ձեր հիպոթեկով գնված բնակարանի վերաբերյալ ու իմ տպավորությունն այնպեսին է, որ իմ ու ձեր հիպոթեկով գնված բնակարանները համարժեք են ու հենց այս երևույթից ելնելով արդեն իսկ այդ ձեր պնդումները բան։ Պարոն Ալեքսանյան, տեսեք դուք Վարդան Ղուկասյանի վերաբերյալ գնահատել։ Ժողովուրդ ջան, ես շատ լավ գիտեմ ու շատ լավ սրա մասին ասում եմ։ Անիֆի համար իրանք չեն հարցնում։ Իրանք այդքան ուղեղ չունեն, որ Անիֆի համար հարցնեն։ Անիֆի համար մենք ենք հարցնում։ Այդ նույն իրավապահ համակարգը, որ հիմա գնացել է Վարդանիկից է հարցնում։ Այդ նույն իրավապահ համակարգը գնացել Անիֆի համար է հարցրել, որ այն բանը Աննա Գրիգորյանը բանը մատի փաթաթան սարքած օրը մեջ Անիֆ են ասում, դա այդ նույն իրավապահ համակարգի արածն է։ Այն որ հիմա ասում եք անմեղության կանխավարկած, երբ որ խոսքը վերաբերվում է Վարդանիկին, օй անմեղության կանխավարկածը մարդու իրավունքները դեն, բայց Անիֆի ժամանակ այդ նույն բաները չեք ասում։ Իմ դեպքում այդ ամեն ինչ տարբեր է ձեզնից։ Գիտեք ինչի, որտեղ չէ, մի վարքյան, ժողովուրդ ջան։ Իմ ու ձեր տարբերությունը, ձեր քաղաքական այն ուժերի, որոնց որ դուք սատարում եք, տարբերությունը հետևեն։ Ոչ մի ուժի չեմ սատարում, իրություն։ Արթուր Վանեցյանը լավ է Արթուր Վանեցյանը։ Ինչ կապ ունեմ։ Դե լավ, հիմա եկեք։ Մեղա Սուրբ Գևորգ, մենք ասենք ինչ կապ ունեմ, ես իմանամ։ Լավ, ասենք օթում բանաները։ Եղավ Տիկին Ջեբեջյան։ Ուրիշավները տալիս, բայց դե տան չախանը գուցե, բայց ինչև է, թողեք ասեմ այդ տարբերությունը որն է, հետո Փայլակ ջան։ Տարբերությունը այն է, ժողովուրդ ջան, որ իմ համար տարբերություն չկա առանձնապես։ Եթե ինչ որ մեկը փողա լափել Անիֆը, ուրեմն ինքն է պետքա պատժվի։ Եթե ինչ որ մեկը փողա, երբ որ բոլորը Դե տեսեք, ուղղակի Վարդան Ղուկասյանի դեպքում այնքան արագ է լինում։ Ո՞նց է արագ լինում, այս 8 տարիա դատերը գնում է։ 8 տարիա դատերը, բա այն մնացած գործերի հետ կապված, որ դանդաղա գնում եք, ի՞նչ եք ասում։ Ուր էր գնում։ Դե բա այն ասենք նույն մարդը դատվում է մի 4-5 հատ գործով, այն երկու գործինը դանդաղա գնում, մեկինը արագ է գնում։ Այդ սկսել եք բողոքել, որ գործերն արագ են գնում, ժողովուրդ ջան։ Ես մեր գործերը արագ չեն գնում, երբ որ մենք ենք դատի տալիս ձեր իշխանության աջակիցներին մեզ վիրավորելու, զրպարտելու համար, այդ գործերը քնած են։ Վայ, Տիկին Ջեբեջյան, եկեք վիրավորելուց մի խոսեք, երեք նայել եմ ձեր բանը, ռեպորտաժը հենց Գյումրիից, ֆանտաստիկ էր, այն որ ընդեղ ինչ որ չգիտեմ ինչ շայկա էր հավաքված, հա, ուղիղ եթեր էր բաներ, տենց ասում եք, ինչ եք ասում Վահագն Ալեքսյանի։ Գյումրեցիներ են, ընտրողներ են, քաղաքացիներ են։ Հոգանոց զանգվածը այդ սեռական բնույթի հայհոյանքների փոխարեն օգտագործել, շինել եւ դոմփել բառապաշարը։ Իդեպ խստորեն, եթե սեռական բնույթը ավելի լավ էր, հա, այդ ուղիղ սեռական բնույթի հայհոյանքները։ Իդեպ խստորեն դատապարտում եմ նաեւ ընդդիմադիր լրագրողներից մեկի հասցեին այդ նույն զանգվածի կողմից հնչեցված հայհոյանքներ։ Տեսեք, ես նախապես ասեմ, որ կարծում եմ, որ եւ օրենքները դա ենթադրում, որ կաշառակերը պետք է լինի իր տեղում, նկատի ունեմ, հա, մեղադրյալի աթոռին, եթե դատարանի որոշում կա, դավաճանը եւ մնացած բոլորը, ովքեր օրենք են խախտել։ Բայց տեսեք, երբ որ մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների, նույն իրավապահների, հա, բացահայտումների արդյունքում, օրինակ մեղադրվում են որոշակի հանցանքների մեջ, նրանց
ասֆալտին չեն փռում, Վարդանիկին էլ չեն փռել ասֆալտին։ Սիրուն ժպտալով, վազելով գնում էր նստել մեքենան, ի՞նչն են փռել։ Տեսեք, իրեն օրինակ չեն հրավիրել, փաստաբանը եւ ինքը հայտարարում են, որ չեն հրավիրել եւ հետեւաբար մարդկանց մոտ մեծ կապ ունի։ Եթե հրավիրեն չգնաց, շատ մարդը, բայց դուք ես չեմ հասկանում, դուք ինչ եք Վարդան։ Ես հարցը ավարտեմ։ Ղուկասյանի տեղը ձեզ վացքում, երբ որ մարդը ուրախ ժպիտով շատ բան ես Վարդան Ղուկասյանի տեղը վազելով գնում էր մեքենա նստելի, բայց ինչ բռնությունա տեղի ունեցել, ինչա տեղի ունեցել։ Դուք եք խոստացել Վարդան Ղուկասյանին պաշտպանել, ես իր մասով բացարձակապես վատ չեմ զգում, բայց իմ հարցը հետեւյալումն էր. ինչու իշխանության ներկայացուցիչների պարագայում նույն ձև իրավապահները չեն արձագանքում։ Օրինակ ասենք Երևանի նախկին փոխքաղաքապետի, ձեր այն ազգային հերոսի վերաբերյալ եւ այլն, ովքեր Միվարքյանել ում դեպքում տենց չեն արձագանքում կոնկրետ օրինակ բերեք ու ինչ նկատի ունեք այդպես օրինակ Երևանի փոխքաղաքապետը երբ որ կալանավորվեց Գևորգ Թամամյան Սիմոնյան հա կալանավորվեց հա նկատի ունեմ օրինակ իրավապահները ինչի չմտան տենց ոնց մտնեին ոնց մտան Գյումրու քաղաքապետարան շատ նորմալ մտան Գյումրու քաղաքապետարան ուրիշ բան որ այնտեղ հավաքվեց մի զանգված որը սկսեց ոստիկաններին որովհետեւ Միվարքյան ինչ կապ ունի չեն հրավիրել ժողովուրդը կարող է բանը հարսանյաց տունա քնչական կոմիտեն որ մարդուն պետքա պարտադիր հրավիրեն բա քնչական գործողություններ ունեն մարդիկ անելու Կներեք, չէ, Միվարքյան, քնչական գործողություններ ունեն մարդիկ անելու, այդ թվում եւ պետքա զննություն իրականացնեն, պետքա ապացույցներ ման գա։ Այդ որ ասում եք ծանուցում չեն ուղարկել, ուրեմն գործի համար գուցե կարեւոր է եղել, որ մտնեն ու անսպասելիության էֆեկտը նաեւ անսպասելիության էֆեկտը նաեւ օգտագործելով կարողանան Մենակ դա այդ ոնց որ դիմադիրների պարագայում է լինում իմ Չէ, մենակ ընդդիմադիրների պարագայումը չգիտեմ, բայց գիտեմ, որ ցանկացած մի պարագայում, երբ որ հավաքվի ինչ-որ մի խառնամբող, որը սկսի ընդդիմադիր լրագրողներին, ոստիկաններին, ամենավերջին բառերով հայհոյել ու փորձել։ Ես էլ եմ դատապարտում, դե բա ասում եմ, այդտեղ խնդիրը, ժողովուրդ ջան, այնա, որ եթե Վարդան Ղուկասյանը նորմալ դուրս գար, նորմալ կանչեիք դուրս գար, ասած դրան։ Ես էլ ուրիշ բան եմ ասում։ Կոչուբաևը ինչ էր արել, որ տենց հրապարակային դուրմիսամուտը ոնց է ջարդել։ Ես վստահ եմ, որ հարկատուները հասկանում են պահի կարևորությունը եւ այդ դուրն ու լուսամուտը կվերանորոգվի։ Օրինակ նոյեմբերի 9-ին Հիմա ԿՊ-ի օրակարգում կա Գյումրու համայնքապետի պաշտոնը վերցնել, հա, այսպես ասենք։ Ընտրական գործընթացներով Գյումրու համայնքապետի պաշտոնը բան չի, դες ճամպրուկ չի, որ վերցնես։ Հիմա չէ, սպասենք Սերժակ Քոչարյանական խաչասերման երկրորդ սերիային, տենանք ես մի խաչասերումից ինչ են ուզում ծնեն, հասկանանք, արդյոք այդ հնարավոր է արտահերթ ընտրությունների չգիտեմ, բայց պետքա հասկանալ, կարող է ինչ-որ նոր մուտանտ են ուզում ծնեն այդ խաչասերման արդյունքում, պետքա հասկանալ, էլի կարող է էլի թունավոր հղի, եթե հղիությունը շատ թունավոր լինի, առաջելավ շատ վատ բառ ասեցի, ներողություն եմ խնդրում, այդ բառը չօգտագործենք, այդ խաչասերումը ընթացքը եթե թունավոր ներողություն եմ խնդրում բոլորից հատկապես կանանցից, եթե այդ խաչասերման ընթացքը թունավոր լինի, բնականաբար հիրախավորեցիք պարոն Ալեքսանյան։ Համաձայն եմ իրականում նրանց դաշնակցականների հետ համեմատել չարժեր, էլի ներողություն եմ խնդրում։ Ումից դաշնակցականներից թե Ակնհայտորեն ոչ դաշնակցականներ։ Վաղաշաբաթում առաջիկայում սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այս կալանավորումը ինչ ուղերձ է հանրությանը։ Ձեր ընդդիմադիր գործընկերները նկատեմ շտապեցին ձեզ մեղադրել ընդդիմադիր էլեկտորատի նկատմամբ ոտնձգության մեջ, ասացին, որ դուք չեք հանդուրժում ընդդիմության հաղթանակը, ավելին Հայաստան խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ մասնավորապես նշեց, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձեռքակալությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման սաղ ուսմես կարտես։ Այո, մարմիններին իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն, ինչու եք այդքան դաժան։ Տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա։ Ոչ մեկ, ոչ ես, ոչ, չգիտեմ, մեր խմբակցության այլ падգամավոր, ոչ մեր թիմի այլ ինչ-որ մեկը չի գնացել ու Վարդանիկին չի համոզել, ասել Վարդանիկ ջան, գիտես ինչ կա։ Ախպոր պես էլի, արի գնա, սկսի կաշառք լափել, Վարդանիկ ջան։ Չէ, իրան ոչ մեկ չի համոզել դրան։ Նույնիսկ հակառակ այդ մարդ ախել մտել աշխատասենյակ, կարծեմ մեծ մասը ներկա եք եղել։ Մտել առաջին բան ասելա, այստեղ ամենուր ժուչոկներ են դրած, բարև տղերք, ինքը հասկանում եք, նույնիսկ դա հասկանալը, գիտակցելը
տեղյակ լինել, իրան հետ չի պահել, ինքը կոնկրետ կազմակերպություն ներողություն հաստատում եք, որ եղել է։ Չէ, ես հաստատում եմ, որ ինքը այդպես Չէ, դուք մտածել։ ասացիք նույնիսկ դա իրեն հետ չի պահել, Այո, այսինքն եղել է մտածել է նույնիսկ այդպես, իրեն հետ չի պահել, հարգելի պարոն Կիրակոս։ Որտեվ լսում ենք այդ նախորոքը որն է, Տիկին Ջեբեջյան, նախորոքը որն է, երբ որ մեր ականջով լսում ենք, որ մարդը ասում է լսածը AI-ով էլի քվան կարակ լսեք, բայց իրականության Տիկին Ջեբեջյան, սա արդեն ձեր ու ձեր պաշտպանած քաղաքական ուժերի կներեք, պատասխան ելի իմ հարցին, լրագրողը ստիպված է մյուս կողմի բանը փաստաբանի դերը ստանձնի ու հակադարձի։ Տիկին Ջեբեջյան, ես ձեզ ընդհանրապես չեմ ստիպել, դուք դա ինքնակամ եք ստանձնել, խնդրում եմ ինձ մի բայց ավարտեմ էլի ստեղ մի վարքյան, հարգելի ընկերներ, Տիկին Ջեբեջյան, սա արդեն մոտավորապես 8-րդ փորձն է ձեր եւ ընդդիմադիր դաշտի առանձնացված ասեմ, ձեր եւ ընդդիմադիր դաշտի ինչ որ մի ձայնագրություն ներկայացնել որպես արհեստական բանականությամբ պատրաստված։ Ես էլ ասում եմ չի կարող։ Ես էլ ասում եմ չի կարող ժողովուրդ ջան։ Սա ինչ ուղերձ է պարոն Ալեքսանյան ընդդիմադիր էլեկտորատին։ Հնարավոր է որ այդ թե ընդդիմադիր, թե ոչ ընդդիմադիր, թե նեյտրալ, թե ապատիկ, թե պրոիշխանական էլեկտորատին մի ուղերձ է։ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք վերադարձ չի լինելու լափակերությանը, կաշառակերությանը, համայնքը ու պետությունը սեփական գրպանները ու լափամանը լցնելու միջոց դիտարկելուն։ Երբեք չի լինելու նման վերադարձ։ Այստեղ խնդիր ուրիշ բանի մեջ է իրավապահ համակարգի գործողություններին ձեր քաղաքական գնահատականները եւ անիվի դեպքում եմ ասում դիմության եւ ձեր ամենության կապակցը չի կարելի խախտել։ Խնդիրը դա է, դա խփում է իշխանությանը հենց։ Հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք հետևյալ մի բան։ Երբ որ կամայական ընդդիմության ներկայացուցիչ ինչ որ մի խոսք է ասում, այդ խոսքը ենթակա է նաև քաղաքական վերլուծության ու քաղաքական գնահատականի, օրինակ իմ կողմից, ճիշտ է, սա անվիճելի է, ճիշտ է։ Հիմա սրան զուգահեռ կա նաև Վարդան Ղուկասյանի ուրիշ խոսք, օրինակ նույն ընտրությունների ժամանակ, երբ որ ամենավերջի բառերով հայհոյում էր իր պոտենցիալ ընտրողներին, հիշում եք, չէ՞, ձայնագրությունները, այդ նողկալի խոսույթը։ Կա Վարդան Ղուկասյանի ուրիշ ձայնագրություն, որը հրապարակվեց երեկ, որտեղ մարդը ինչ է ասում է, ինչքան են տալի, 4 միլիոն, վերու, վերցրային, եկեղեցու ասում է նկարիչներին թող են պարտք։ Եկալ տանք, հիմա ես դատավճիռ չեմ, դակում չեմ ասում, այ Վարդան Ղուկասյանին պետք է տանել նստեցնել 5 տարի, 6 տարի ժամկետով, չէ։ Ես լսել եմ Վարդանիկի խոսքը, ու ես դրան տալիս եմ քաղաքական գնահատական։ Ես ասում եմ այդ տեղի ունեցածը լափակերություն է, կաշառակերություն է ու սերիկայություն է։ Ես դա տալիս եմ։ Դատարանի վճռից հետո գնահատական կտանք նայ։ Հարգելի գործընկերներ, ես ամեն մի քաղաքական կամ ոչ քաղաքական ընդդիմության կամ, չգիտեմ, այլ քաղաքական ուժի խոսքին չպետք է արձագանքեմ դատարանի վճռից հետո։ Դատարանը կհրապարակի իր վճիռը, ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականը։ Ոչ քաղաքական գնահատականը, դե հիմա վերադառնալով Հայաստան, հա, կներեք, վերադառնալով Հայաստան խմբակցության հայտարարությանը, դե մարդիկ ուղղակի ստորագրում են էլի այդ խոսքերի տակ, որ այդ 4 միլիոնը վերու ամեն դեպքում քվեարկում է Հայաստան խմբակցությունը, որ վերու լինի այդ 4 միլիոն դրամը ու որ վերցվի այդ 4 միլիոն դրամը, ինչպես եւ եթե բախտները բերի ուրիշ համայնքներում ընդհանրապես իշխանության կան ավելի շատ գումար վերցնեն, շատ ավելի լավ կլինի։ Իրանց ասած է դա, որ վերցնելու ենք, լավ ենք անելու, էս է մեր գործը, նաև իմացա, որ Տաշիր Սամոյի, ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի քաղաքական շարժումը այդ մեր ձևով կոչվածն էր նաև ասել, որ անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, դա նշանակում է մի բան, անկախ նրանից այդ զապիսը ճիշտ է թե ճիշտ չի, անկախ այդ ձեր նշած բոլոր բաներից, էլի, անկախ նրանից ինքը մեղքը կընդունի, անկախ նրանից կպարզվի քանի հատ է տենց բան եղել, իրանք մեկը աջակցում են եւ նորից ես զարմացած չեմ։ Պարոն Ալեքսանյան, չէ՞ կարծում, որ հիմա առիթը չլիներ, որ ժողովի հայտարարությունից հետո հիմա որպեսզի առիթը չլիներ, որ Վարդան Ղուկասյանն ասել է 4 միլիոնը վերու, պետք է իշխանությունը ժամանակին կոռուպցիայի դեմ պատշաճ պայքար իրականացներ։ Դուք թողեցիք Վարդան Ղուկասյանը դարձավ ընդդիմադիր քաղաքապետ, նոր հիշեցիք, որ ինքը փողեր է վերցնում։ Չէ, կներեք, մի վարքյան էլի։ Նախ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ ու նոր կատարեց Հիմա այն մեկում է լիքմարտ մեզ մեղադրում է այդ թվում եւ դուք որքան հասկանում եք, որ այն մի քրեական գործն է դանդաղ ընթացք կա ունեցել։
Հիմա իմ ասածն էլ որն է, հարգելի գործընկերներ, ես կամ մեր թիմը առհասարակ չի կարող եւ չի էլ մասնակցում է դատական գործերի արագությանը, դանդաղությանը, միջին տևողությանը, դրանց ընթացքին, սենց գնալու, նենց գնալու։ Մենք ընդհանրապես ասում ենք, մենք ունենք քաղաքական կամք Հայաստանի Հանրապետությունում պայքարել կոռուպցիայի դեմ։ Մեր մեսիջը բոլոր իրավապահներին հետևյալն է. տեսնում եք կոռուպցիոներ, կատարեք համապատասխան։ Ասում եմ սաղի դեմքը ֆիքսել եւ այստեղ Բայց ում ասում։ Ում ասում, ինչ են արել։ Անչափահաս նայեք, անչափահաս երեխային ասում է գնային դավայ կարմիր բերետավորեն մեկն էլ ասում է ձեր սաղի դեմքը ֆիքսվել է, բայց այս սպառնալիքի լեզվով ինչ է ժողովրդավարության բաստիոնում խոսում։ Ես լսել եմ, նայել եմ այնտեղ, ես նայել եմ մի շարք լայվեր, բաներ, ձեր գործընկերները այնտեղ էին, տեղում էին, հարգելի գործընկերներ, ու ես լսում էի, թե օրինակ ոնց էին ոստիկաններին ինչ որ հայհոյանքախառը բառեր են ասում։ Եվ ոստիկան պետք է ասի դավայ, իվարկյան ավել ասում, որ ոստիկանի ոնց էին քրեական, տենց կիսաքրեական ենթամշակույթին բնորոշ բառեր ասում, ոնց էին տենց ինչ որ բան էլի տենց ինչ ասեմ, նողկալի փողոցային մակարդակի ինչ որ բաներ հնչեցնում ոստիկանների հասցեն, որոնք ընդամենը համազգեստ հակած ծառայում են Հայաստանի Հանրապետությանը եւ օրենքին։ Հիմա հնարավոր է կոնկրետ անդրադառնում եմ, Նարեկ ջան, անդրադառնում եմ։ Ասում եմ, հիմա եթե ոստիկաններից մեկը կոնկրետ այդ իմ նշած շրջանակից, այդ կիսափողոցային ոստիկաններին պիտակավորող, հայհոյող զանգվածին ասել բոլորի դեմքերը ֆիքսվել է, դա համարում եմ նորմալ, որտեվ այո, ոստիկանը պետք է նաև ֆիքսի հանցագործություն կատարողներ։ Դեմքը ֆիքսել են, ոչ թե օրինական շրջանակնում, այլ բայց ես այդտեղ ապօրինի բան չեմ տեսնում։ Մյուս դեպքը դավայ արա։ Դե դա համարում եմ արդեն անթույլատրելի խոսելա ոչ այս դեպքում կարծում եմ, այո, պետք է որոշակի բան լինել։ Քաղաքացու նկատմամբ այդպես խոսել չի կարող։ Վրաստկները Վրաստանում հիմա տեսախցիկներ են դրել, որտեղ ֆիքսում են մարդկանց դեմքը, ցույցերին մասնակցող տարբեր տվյալներ, որպեսզի հեշտությամբ կարողանան նույնականացնել հետո։ Դուք բացառում եք, որ մի օր մենք էլ Հայաստանում նման իրավիճակի ականատես կլինենք, որ այսպես ասած խելացի տեսախցիկներ կտեղադրվեն ցույցերին մասնակցող քաղաքացիներին նույնականացնելու համար։ Ում ցույցերին նկատի։ Ընդհանրապես Հայաստանում տեղ ունեցող Ես հադրում նկատի ունեք ընդդիմության ցույցերին, ժողովուրդ ջան, ես կարծում եմ այդ 2-3000 հոգում բոլորս դեմքով անունով գիտենք ֆիքսելու ոչ մի անհրաժեշտություն չկա, ենթադրում եմ այսքանը թե էլի հարցում։ Իսկ նման տեսախցիկներ դնելու Էլի եմ ասում, ընդհանրապես չեմ տեսնում նման արել։ Մի րոպե։ Օրինակ 30000 է։ Օրինակ, հա, օպերայում 30000 է, չէ՞։ Դες բանը էլի ժողովուրդ, ես չեմ հաշվել, բայց ամենա 7000 հաշվել դուք եք իջեցնում։ Այ հարց եմ տվել, ինչ է կասկածի տակ դնում։ Ժողովուրդ ջան, ես չեմ, ցավոք սրտի, հարգելի Նարեկ, ես չեմ կասկածի տակ դնում, մաթեմատիկան եւ ֆիզիկան է կասկածի տակ դնում, որովհետեւ 30000 թվի պարագայում 1 քառակուսի մետրի վրա, եթե չեմ սխալվում, պետքա կանգնած լինեին 8 թե 9 հոգի, խնդրում եմ ուղղակի ֆիզիկապես փորձեք 1 քառակուսի մետրի վրա կանգնել 8 կամ 9 հոգով, եթե ստացվի շատ ողջունելի է, եթե չստացվի նախ Ֆիքսեցինք եւ անցնում ենք առաջ, թե օրինակ որպես պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ ինչ կանեք։ Ես կարծում եմ պետք է քննարկում ունենալ առհասարակ, ոչ միայն այս դեպքով, այլ պարբերաբար լավարկել մեր ոստիկանության աշխատանքը, այդ թվում նաև քաղաքացիների հետ շփման տեսանկյունից եւ մնացածի տեսանկյունից ես կարող եմ ասել, որ միանշանակ է, որ մեր ոստիկանների աշխատանքը նաև շատ ստրեսային է, սա էլ է պետք է հաշվի առնել, իհարկե բնավ չեմ արդարացնում, էլի, եթե կա ինչ-որ անթույլատրելի մի բան, բայց դա էլ է պետք է հաշվի առնել, որ մարդկանց աշխատանքը շատ ստրեսային է ու այդ ստրեսը նաև պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հաղթահարվի ու առհասարակ գործողությունները ինչ պետք է լինեն, բայց մենք նաև խնդիր ունենք հասարակության շատ հասարակության չի ասի, բայց մի որոշ շերտի հետ մենք խնդիր ունենք ակնհայտորեն, օրինակ Գյումրու մակարդակով դա որքան երեք հասկացա 100-200 հոգի էր, որոնք ակնհայտ փողոցային բառապաշարով ու քրեական ենթամշակույթին Անչափահաս երեխաներին է ասում։ Դե հատկապես անչափահաս երեխաներին պետք է ասել գնա այստեղից, երբ որ շուրջ բոլորը ինչ որ կիսակրիմինալ դեմքեր են, բայց պետք է դա ասել հայերեն ու պետք է ասել դա խնամքով ու հոգատարությամբ։ Ձեզ չմտածում եմ, որ ոստիկանությունը չի բարեփոխվել, քաղաքացու հետ քաղաքակիրթ շփվելու կարողություն չունի, եթե ոստիկանությունը բարեփոխված չլիներ,
օրինակ Սերժի կամ Քոչարյանի օրոքվա ոստիկանությունը լիներ, բոլորին մահակներով կծեծեին, լավագույն դեպքում ջրցանը կհանեին, կշփեին, ժողովուրդ ջան, կծեծեին մարդկանց, կգցեին։ Մակարդակը Սերժն ու Քոչարյանն Դաս մեկ չի բարեփոխվել։ Զարյա 3-ը կարող է էլեկտրաշոկերը ձեր նման։ Դե կարող է, եթե ինչ-որ մի սրիկա գար ոստիկաններին ասեր, օրինակ սաղավարտները թանեք ձեզ ոչ մեկ չի խփելու, հետո այդ սրիկայի համախոհները բորձուրները սկսեին քանդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ենթադրում եմ, որ Զարյա 3-ը կլիներ շատ արդարացված։ Զարյա 3-ը այստեղ ազգային ժողովի մոտ է կիրառվել եւ այգում։ Դրան նախորդել է կոնկրետ մարդու կոչ, որ ոստիկաններ ջան, հանեք այդ սաղավարտները, ձեզ ոչ մեկ բան չի անելու, դրանից հետո տեղի ունեցել այդ ինչ-որ խմբի կողմից, որ բորձուրները sense ջարդում էին ու շպրտում ոստիկանների ուղղությամբ։ Բայց շողակաթը որտեղ տեսակ հենց շողակաթը տեսել շողակաթը Խաբույ Ղազարյանն է խոստովանել, ասել է ձևականությունների հետևից չլինենք, շողակաթի մասին է խոսքը։ Ես այդ նախագիծը ինչքանով որ տեսել եմ, դա մի բանի մասին է, որ հանրային մուլտիպլեքսում հանրային հեռուստալիք որպես պետք է լինի առնվազն 2, կարա լինի 3, կարա լինի 4։ Տիկին Ղազարյանի այդ հարցազրույցը չեմ նայել, նախագիծը դեռ չենք քննարկել, որ մանրամասները լավ իմանան, բայց ինչ վերաբերվում է եկեղեցուն, քանի որ այս թեման է բացեցիք, պիտի ասեմ, որ խստորեն դատապարտում եմ այն ամբողջ հակաեկեղեցական շարժումը, որը որ տարվում է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա աջակիցների կողմից, ինչպես նաեւ ընդդիմության, խստորեն դատապարտում եմ հայ առաքելական եկեղեցու օծված քահանատեր Արամի նկատմամբ տարվող այդ ատելության արշավը, կարծում եմ դա հենց հակաեկեղեցական բնույթ ունի, խստորեն դատապարտում եմ Կտրիչ հակաեկեղեցական շարժման առաջնորդի կողմից քահանաներին, ինչպես պարզ դարձավ այն մյուս զայնագրությունից, այդ թվում եւ arczepiskopos քահանաներին ստիպելը, որպեսզի նրանք իրանց ծնողների հետ գնան Քոչարյանի կամ Սերժի միտինգներին, կարծում եմ, որ այս հակաեկեղեցական արշավը, որը ղեկավարվում է Կտրիչ Ներսիսյանի կողմից, պիտի հանգուցալուծվի եւ Կտրիչը պիտի հեռանա վեհարանից։ Իսկ ինչ որ որ հաջորդ դերու է հենց վեհանքային լայվ ձայնագրություն հրապարակել։ Ինչ է նշանակում հաջորդը լինելու է։ Բռն է։ Ես չգիտեմ, բայց իմ կարծիքով ակնհայտ է, որ ցանկացած մեկը ով բռնանում է իր ենթակաների վրա, ստիպում է, որ պատերազմում եղբայր կորցրած քահանան իր որդեկորուց մորը վերցնի, ստիպողաբար գնան Քոչարյանի կամ Սերժի միտինգին, այդ մեկը պետք է պատասխանի։ Իմ կարծիքով հենց հակաեկեղեցական բառը շատ է շահարկվում, իմ կարծիքով հակաեկեղեցական բառի մարմնավորումը հենց Կտրիչն է իր այդ գործողությամբ։ Հայրեն իհարկե։ Պարոն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վեհարանը պետք է Ես կարծում եմ, ես ի տարբերություն Կտրիչ Ներսիսյանի հավատացյալ մարդ եմ։ Չեք ասում, այդ լուրջ չեք ասում։ Այդ լուրջ չեք ասում, Տիկին Ջեբեջյան, արշավը մենք ենք սկսել։ Դուք եք հայ առաքելական եկեղեցու հավատավոր ու օցիալ քահանա Տեր Արամի եւ մյուսների նկատմամբ տանում արշավ։ Դադարեցրեք այդ արշավը, դադարեցրեք ձեր հակաեկեղեցական արշավը, ես ձեզ կոչում եմ։ Ձեր հակաեկեղեցական արշավը պիտի դադարի։ Հայ առաքելական եկեղեցին դիմացել է դարեր շարունակ, հայ առաքելական եկեղեցին դիմացել է մի շարք ասպատակություններ ու ես վստահ եմ, որ Կտրիչակ կագեբեյա կղերակրյա օլիգարխիկ էսկալանի ասպատակությանը եւս կդիմանա այս ամենը։ Պարոն Ալեքսանյան, ու այն բոլոր քահանաները, ում գրպանում, որ թե ուղիղ եւ թե փոխաբերական իմաստով որ կային արծաթը, որով իրանք դավաճանել են թե Հիսուսին, թե Հայաստանի Հանրապետությանը, թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով։ Նրանք բոլորը պատասխան կտան, բայց առաջին հերթին Աստծո առ։ Պարոն Ալեքսանյան, ձեզ մի պատված ԿՊ-ի գրասենյակում եք։ Ինչի՞։ Որովհետև ասում եք դադարեցրեք այս հակաեկեղեցական արշավը, դրա համար տպավորություն է, որ ԿՊ-ի գրասենյակում եք։ Չէ, ԿՊ-ի գրասենյակում հակաեկեղեցական արշավ անող լրագրողներ չկան, հարգելի պարոն Կիրակոսյան, դուք շփոթվում եք։ Իսկ որ նշեցիք ԿՊ-ական եւ դրա վերաբերյալ փաստեր կան։ Քրիստոնեական հավատամքը ողջունում եք ձեր։ Որ նշեցիք ԿԳԲ-ի անունը տվեցիք, դրա վերաբերյալ փաստեր կան։ Հայ ԿԳԲ-ի կապված ինչ է այդ բոլոր փաստերը։ Ուղղակի ուսումնասիրեք խորհրդային միության պատմությունը, ուղղակի ուսումնասիրեք այն բոլոր բացահայտումները, որոնք եղել են խորհրդային միության փլուզումից հետո,
թե Լատվիայում, թե Լիտվայում օրինակ, թե Հայաստանի մասին Ուկրաինայում, թե մնացած տեղերում։ Գյումրի քաղաքապետի թեմային Չգիտեմ, դուք եք արշավն իրականացնում, դուք ինքներդ պատասխան եք։ Alexander, մեր ձևով շարժմաններ էին մասնակցում մի խումբ հոգևորականներ եւ ասում էին, որ Դե ես առնվազն շատ ուրախ եմ, քանի որ այդ կոնկրետ այդ հոգևորականները ապահովագրված են կտրիչի կողմից կարգալույց արվելու հեռանկարից։ Ոչինչ, մենք հասկանում ենք, հարգելի հոգևոր հայրեր, ձեր վիճակը ծանր է, կտրիչը գուցե ինչ-որ ռեպրեսիաներ է փորձում ձեր դեմ իրականացնել իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, բայց դուք ինքներդ հասկանում եք, որ կտրիչի հեռացումը վեհարանից այլևս շատ ու շատ մոտ է ու նա այլևս չունի ոչ մի իշխանություն։ Հոգևոր հավաքը ինչ եղավ։ Ինքն իր ոտքով հեռանալու է վեհարան։ Նա Աստծո կամով։ ոչ, նա ասաց չի գնա։ Աստծո կամով։ Ինչու եք վստահ։ Աստծո կամով։ Ես վստահ եմ։ Կապ կա Աստծո հետ։ Ես վստահ եմ, որ Աստված դեմա կեղծիքին, Նա է ձեզ ասել, պարոն Ալեքսանյան։ որ ինքը դեմա կեղծիքին, ու դուք ասում եք, որ դուք հակաեկեղեցական արշավ չեք անում։ Պարոն Ալեքսանյան, կաթողիկոսը ուխտավ։ Որ Աստված դեմա կեղծիք։ Ըստ ձեզ Աստված դեմ չի կեղծիքը, Ժորժ ջան, այս խոսակցությունը անիմաստ է շատ։ Պարոն Ալեքսանյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։